ես Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Միշտ պատրաստ եք։ Պարոն Շիրինյան, մարզերում շատ եք լինում, Քարոզ արշավի մասնակից եք, մենք խոսենք այդ մասին, բայց մի այսպիսի գրառում էի կարել ձեր Facebook-յան էջում։ Այս ընտրաշավը վերածվում է անկախության պատերազմի եւ այն մենք պետք է շահենք բոլոր առումներով՝ անկախություն Ռուսաստանից, անկախություն Ղարաբաղյան կլանից եւ հայ ծախու քրյա օլիգարխներից։ Ինչն է ավելի վտանգավոր համարում արտաքին ճնշումը, թե երկրի ներսում այս քաղաքական բաժանումը եւ որն է լինելու ձեր պայքարի հիմնական միջոցները։ Եթե ավելի խստացնեմ արտահայտությունը, ասեմ ձեզ որ դե դուք գիտեք ես փորձում եմ միշտ քաղաքագիտության շրջանակներում մնամ այն ազդագներով մեթոդներով վերլուծել որովհետեւ չսխալվեմ եւ դա ինձ հաջողվում է որը մեկը չի կարող հակառակն ասել եթե կուզեք մենք հենց անկախության պատերազմի ընթացքի մեջ ենք եւ առաջինը Ռուսաստանից անկախանալու մասին է գիտեք Բարդությունն էստեղ ինչու՞մն է, որտեղ Ռուսաստանը շատ է հզոր, մենք շատ ենք թույլ, ու սա քարտեզին նայողը շշմում է, են ախալքալակում մի խոսք են ասում, աղջիկների սովորաբար, եթե ծնողները տղայի մեջ բան են տեսնում, ճիշտ կամ սխալ, ասում են բոյին նայել, ուրեմն խելքը տվել ես, դադարկ է, չես հասկանում, հիմա Ռուսաստանի բոյն ու քաշը այդպիսին է, ինք հետ կան իհարկե գիշատի չէ մեր հանդեպ մենք Արցախում տեսանք այդ իր առևտրի գործիքակազմն ենք Իրաք ընկալում հիմա ինչ եմ ուզում ասել խոսքը առաջին հերթին հոգեբանական անկախության մասին է եւ մտածողության ցավալին այն է որ մեր հասարակության մեջ ժողովրդի ազգի մեջ մի շերտ կա որ նորմալ հայ է հաճիկով շփվում ես հայագիր է հայախոս է բայց ուղեղը ռուսականացած է, մթագնած է ուղեղը, դա պատճառներ ունեն, չէ որ այդպես եղել, եթե մենք կագեբեշնիկներին և ուրեմն են աղբին, որը սովետն է աջեցրել, ռուսն է աջեցրել, դրան չեն կաշում, նորմալ միջին հայ մասինում։ Հիմա այդ անկախությունը մենք այդ կրյուն ենք տալիս, ահան ֆենոմենի պատասխանը, որին շատ է, ինչու Նիկոլի երբեմն ոչ ուրեմն համարժեք պահվածք եւ այլն ինչու է ժողովուրդը իրեն պահում ես վստահ եմ ես հանդիպում եմ մեր ժողովուրդը ունի մի երևի ազգապահպան ասեմ պետականապահպան հիմնական շերտը խոսքը կրթված տագետի մասին չի շատ կարտացած եշացածների վեր կներեք ուրեմն միջին հայը այսպես վերցնենք որ ինձ թվում է ինքը գենետիկորեն ինքը դրանք ընկալում է եւ իր ամենացած թերությունները հաշիվ չեն դա ես վստահաբար ասում եմ այս օրերի ընկալում որովհետեւ ես եթե երկար դիտարկում չեմ անում քաղաքագիտի տեսանկյունից դժվար է որովհետեւ դա շատ պատասխանատու բան է ուրեմն հոգեբանական է բայց մեր ժողովուրդ ազատագրվում է 7 մեղոնանոց քայլերով Ես նայեցեք լրատվամիջոցներ կան, այդ հարց ասում են հակառուսականություն է, ասում եմ լսեք, եթե մարդը Հայաստան է ուզում հակառուսականություն է, եթե վտանգը Ռուսաստանից է, ինք հակառուսական չպետք է լինի, ռուսասեր պետք է լինի, այսինքն հիմա նույնն է, որ Պուտինը իր ժողովրդից պահանջի, որ Զելենսկին հակառուս չլինեն, բա որ հակառուս չլինեն, ոնց կռվեն, որովհետև այդ երկիրն է ռմբակոծում, ում ինչ լինեն, այսինքն այստեղ տրամաբանության մեջ պիտի մնալ, բայց մեր ժողովուրդը ունի մի հատ, ինքը հակաչի, ինքը շատ է հայաստանասեր, բայց արտահայտման ձևերը, մեր օրերի կրթական ցենզի անգումը, ինչ որ տեսանք մեր եւ դրա փոխարեն այն արժեքները չստեղծելը, որը հնի վրա էր պիտի վերակառուցվի, սրա բացակայություն նաև Չարքաշ կյանքը, որ 30 տարի ունեցավ, հիմնական զանգված է, այս բոլոր առաջացրել են հոգեբանական մի վիճակ,
բայց ներսում կրակ անթեղված է եւ դրա համար ես կապես վստահ եմ, բայց հարցը այստեղ ինչի մեջ է, մենք պիտի հասկանանք ով է մեր pedagogical թշնամին, առաջինը Ռուսաստանը, ինչու, որովհետեւ ինքը ռուսկի միր է ուզում, դա կոնցեպցիա է, դա մտածողություն է, դա ես չեմ հորինել, դա եվրասիական հայեցակարգ է, Եվրասիական պատկերացնում եք, որտեղ մոնղոլ թաթարական, մշակութային, քաղաքական, հոգեբանական տարը շատ է մեծ։ Ես միշտ հարցեմ, դա ինչ կապ ունի մեզ հետ։ Դա ոչ միայն այդպիսին է։ Ցեղասպանությունն ապացուցեց, որ թուրքական աշխարհի հետ մեր հակադրությունը շարն տեխորը, մենակ տարածքի հարցը չի։ Ատելության չափը, ինչու վերցրեցին ու մի ժողովրդի մորթեցին։ Թուրքերի մասին է։ Ուրեմն այստեղ խորքը շատ բան կա, եւ հոգեբանություն կա, մենակ նյութականի հարցը չի, դասական, եւ կան քաղաքակրթություններ, մշակույթներ, որ իրար հետ հաշտ ապրել չեն կարող։ Դրա համար աշխարհում կան օրենքներ, դրա համար ինքնորոշման իրավունք կա, որ բաժանում են եւ այլն։ Հիմա այս բաների մեջ Ռուսաստանի մասին է խոսքը։ Իհարկե ռուսասիրությունը ծնվել է ուրիշ բանից, երբ որ Ռուսաստան չկար, կար քրիստոնյա Ռուսաստանի մասին պատկերացում են, Պետրոս առաջի ժամանակներից, եւ այդ ոնց որ Թումանյանի են ոսկե պատմվածքը Ուշինարայի հետ, ինչ-որ մի աշխարհ կա, ինչ-որ եւ այդ պատկերը մահմետական ճնշման թուրքական արհավիրքի եւ յաթաղանի դաժանության պայմաններում ուրեմն առաջացավ ինչ-որ մի պատկեր հերոսի մասին, որը պիտի կա եւ այդ ամենամեծ զոհը դրա դարձավ հնդկահայ գաղութը, երբ որ ստեղծեցի սահմանադրություն, Շահամիրյան, այս բոլորը պիտի իմանալ, ուրեմն եւ այսպես ինչ ստեղծեցին գահը ցարի համար, որտեղ հայկական թագավորություն տարան նվիրեցին, չգիտեմ, կարծեմ ասում են Էրմիտաժում, այն ոսկե գահը, որ հնդկահայ գաղութը ստեղծեց, տարավ նվիրեց ռսապաշտ, խաչապաշտ թագավորին, ցարին, որի օգնությամբ ինքը չէր ասում միանար։ Նրանք ուզում են անկախ պետություն, քրիստոնյա որևէ պետության օգնությամբ։ Այս բոլորը հետը խեղաչուրվեց եւ այլն եւ այստեղ առաջացավ այս բաները եւ հոգեբանական խստագույն ծանրագույն նստված տվեց ինչ եղավ Սուլտան Համիդից հետո ռուսական ազատագրման ուրեմն ռուսների օգնությամբ հոգեբանական կերտվածքը մնաց նրա ոչիրները թաքցվեցին ասենք Լոբանով Ռաստովսկին, որ Սուլթանին ասում էր կոտորի խնդիր չկա, հայերին ոչնչացրու, սա համարեցին պատականություն հայերը, հարմար է, ոնց է, այն բոյովին, որ են աղջիկը սիրահարվել է, չուզում թերությունը տեսնել, ոչ թե նա չունի, հիմա, երկրորդ մասը, ուրեմն, այս հոգեբանական այդ բաները, երկրորդը, Տալստոյի նման Ռուսներն ասում են հանճար, աշխարհն ասում է հանճար, ես ասում եմ մտածողությամբ հանցագործ։ Դուք գիտեք, որ Սասնո կոտորածների ժամանակ, այն արհավիրքի, հայ Մոսկվայի մտավորականությունը, իհարկե ոչ Արա Աբրամյանները, ուրեմն գնում են Տալստոյին, երկու անգամ խնդրում են, ասում են, լսեք, եվրոպական ամբողջ մտավորականությունը, Լուի Արագոն, Պրեսանսե եւ այլն, դիմել են աղմուկ են բարձրացրել առաջավոր մարդկությունը, որ ես ինչ ես անում Կարմիր Սուլթան, ասում են իզդից ինչ եք ուզում, ասում են ձայն բարձրացրեք, դուք Ռուսաստանի խիղճն եք, եւ այլն, Տալստոյն եք, եւ ինչ ասում է, ես չեմ կարող ասել, որտեղ հնարավոր չի, որ այդ կոտորվողները մեղ գործած չլնեն, այս Արցախում դա դրսևորվեց, այսինքն ռուսական մտածողությունը անհարիր է հումանիզմի հետ, ռուսական մտածողությունը մեր հետ հեչ կապ չունի, բայց այս բանը նստել է հիմա, եւ մեր ժողովուրդ ազատագրվում է, ինչու է դժվար ազատագրվում, որտեղ ահռելի մտավորական չագերտավոր մի հասարակագիտական հանրույթ է առաջացել,
որը այն Ռուսաստանից թելադրված կոնցեպցիաներով մինչև մի լսարներում աշխատում է, մինչև հիմա հայրենական պատերազմ են փառաբանում, մեկն ասում է մեր պատիվն է, որ Որն է պատիվ, որ Ուկրաինան ազատագրել ես, մեր Բելարուս ազատագրելուն մասնակցել, որ Ստալինգրադում մեռել ես այն ժողովրդի համար, որ այսօր վաճառեց Արցախը, այսինքն սա ինչ է, ոնց է, այսինքն ուզում եմ ասել, որ այս հարցերը մնացել են, բայց ես կարող եմ ասել, ժողովուրդը շատ արագ տեմպերով ազատագրվում է, դա հակառուսականությունը, հակաթրքականությունը, չգիտեմ ինչ, բայց հակառակ տեսակետը հակահայկականություն է, երբ որ դա չի զարգացվում, եւ ժողովուրդը վերադառնում է բանին, իսկ մնացածը ակնհայտ է քաղաքագիտական ճշմարտություն է, չի կարող մաֆիայով պետություն լինել, բացառված է, չի կարող Ղարաբաղյան կլանով Զորիբալայանին հիշեք, գրավենք Երևան, հետո Բաքուն, մարդիկ գիտեն սա խնջույքի խոսք է, սա խնջույքի խոսք չի, գրավեցին Բաքուն, ներքաշվեցին այդ ամեն ինչի մեջ, իրենք էլ հայտնվեցին Բաքվի բանդերում, եւ այսպես դրա համար ուրեմն այս հարցերը 3 հարցներ պիտի լուծվի, Ռուսաստանից ակնհայտորեն հեռանում ենք եւ դա հրաշալի է, բայց վստահ եղեք, որ կգա մի պահ, երբ որ բալանսը ոնց ասած տեղը կգա, Ռուսաստանի հետ գուցե եթե ինքը կմնա ամբողջական պետություն, կունենանք փոխհարաբերություն ինչպես Պակիստանի հետ, Պակիստանը չասեմ, մնացած երկրների հետ, որևէ խնդիր այստեղ չկա։ Հիմա երկրորդ մասը կա, բայց դա կարող է լինել այն պայմաններում, երբ Ղարաբաղյան կլանը ջնջխվի։ Ես այդ որ ասում եմ, նկատի չունեմ ֆիզիկապես է։ Նա պետք է դուրս մղի կյանքի բոլոր որոտներից եւ параգլուխներ պիտի պատասխան տան։ Առաջին այն չարիքը, որ գործեց իր ծննդավայրի հանդեպ, որտեղ հայրենիքի չասեմ, որ բոլորից հայրենիքն է։ Դուք եք այն կարծիքին, որ պետք է մարդիկ զոհվեն եւ Հայաստան չհասնեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ես դա չասեցի, ես ասի Ղարաբաղյան կլանը, Արցախահայությունը իրենց զոհն է, որտեղ իրենք տեսեք ինչի են հասել։ Մի բան ասեմ, որ տարօրինակ է, երևի կհաստատեք։ Այդ էլիտա, որ ասում են, էլի, Արցախյան էլիտա, մեկն էլ կա անդադ, էլիտա, դե այդ բառը եթե կծնում եք, կա նաև դժգոհություն ինչու են կլան ասում։ Իշխանությունը նկատի, եթե դրանք են էլիտան, թող աշխարհը էլիտան իրեն վառի վերջանա, որովհետև էլիտար մասը գող չի կարող լինել, պետական բյուջեի թալանչի չի կարող լինել։ Հիմա տեսեք, դա միջին պաշտոնյա, որը Երևանում տուն չունի, բնակարան չունի։ Ես չգիտեմ դուք ինչ ունեք, իշքան ձեզ ճանաչում եմ, դուք Երևանում կարող եք չասեք, բնակարան ունեք։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, անընդհատ աշխատել եմ։ Ես չեմ էլ բողոքում ինչ ունեմ, չունեմ։ Հասկանում եք ոնց է, այսինքն սրանց մտքին այն գլխից փախնելն եղել, ժողովրդին թողում ենք իրենց տեղը, այն կեղեքումը բան ինչ-որ արել են, ուրեմն սրանից էլ պիտի հայաստանյան և արցախյան հայություն ազատագրվեն, ընդ որում սա պարադոքսալ Արցախը բան, այսինքն մի ժողովուրդ իրեն բաժանել է, Գյումրեցի բան և այն, հայություն, արցախայություն, նույն հայությունն ինչ-որ հայությունն է, կլանը ուրիշ է, հիմա այդ կլանը ասեմ ձեզ, այդ մաֆիան իտալական մաֆիան չի, որովհետև մաֆիաները առաջացել են երբեմն չագերտավոր հայրենասիրական ջիղի վրա, ինչից սիցիլիական մաֆիան ինչ եղել։ Դա ավստրիական տիրապետության շրջանում սեփական գյուղացիներին ավստրիական ստրգության դեմ պաշտպանելու մի ձգտում էր, որը վերածվեց ուրիշ բանի, բայց նա ամբողջ իր այդ ընթացքում կռվեց Ավստրիայի դեմ։ Հիմա կա աշխարհում մի բան, մի ժողովուրդ, որ կռվում է ուրիշի տակը մնալու համար, ռուսների տակը մնալու համար, հազար մի պատճառ բերում են, են այդ տակը, որ մնում են, ինքը ոտերը քաշում գնում է, որտեղ կիսամեռ վիճակում է։ Հիմա ես չեմ վիրավորում, եթե որը մեկին վիրավորում են, այսինքն ես դրա համար չեմ ասում, երևույթ է։ Ուրեմն սրանից պիտի վերանանք, որովհետև ժողովրդավարական պետություն հայտարարում եմ, չի կարող մաֆիա մեջը հանդուրժել։ Եթե եղավ մաֆիա մնաց, դեմոկրատիա չի կարող լինել, բացառված է, լիարժեքի մասին է։ Քաղաքացիական հասարակություն չի կարող առաջանալ։ Եթե քաղաքացիական հասարակություն չառաջանա, հեկաները չէ,
այդ հասարակությունը ոնց կարող է ժողովրդավարական լինել։ Իսկ հարցը վերադարձնեմ հնուց վեր եկած խոսքին։ Հիշեք Աստվածաշնչյան խոսքը, հիշեք հայ ժողովրդի մեջ մեզ բոլորիս փոխանցող խոսքը։ Ձայն բազմած, ձայն Աստծո, շատ ժողովրդավարության սկզբունքն է։ Ինչպես կարող է սկզբունքը կիրառել մաֆիոզ եւ այլ կառույցների այդ խորքի պետության բարակայում։ Եվ այսպես շարունակաբար, հետեւապես այդ երեք խնդիրներ պիտի լուծվեն, ինձ թվում է լուծվում են, բայց նախապայմանը Ռուսաստանից հեռանալու մեջ է, ինչի համար վերադառնանք, որտեղ ինքը ռուսկի միր է ստեղծում, ինքը ձեզ չի թողի, որ ուրիշ ձևով լինեք այնտեղ, մանավանդ ռուսական դպրոց, հեսեք, դուք ես չգիտեմ որևէ պետություն, ես իսկապես չգիտեմ, խոշորների մասին է, գուցե լավ չգիտեմ, որտեղ այն խոշորներին գիտեմ, որ իր դպրոցը դեմ անի, իմ դպրոցը, ասենք անգլիական դպրոց, անգլիացին բացի, անգլիական դպրոց, ամերիկյան համալսարան, բացում են ուզողները, եւ տարածված է, չէ, ես էլ եմ ուզում Հայաստանում ունենալ լավագույն անգլիական դպրոց, լավագույն, բայց դա մասսայական չի կարող լինել, իրենք չեն պարտադրում։ Դուք լսել եք, որ Ֆրանսիան, որ այն մշակույթն ունի, ռուսականը չունի, կարող է խելագարվել են, այն լուսավորչական փիլիսոփայությունը ունի, ոնց է Ֆրանսիան ազատատենչ, ազատասեր, մեկ էլ դպրոցը բերել դեմ է արել իմ դպրոցները եւ հետո էլ մարդիկ ինչու են վերցնում Աֆրիկան, Ասիան, որովհետեւ չի պարտադրվում։ Հասկանում եք, որ ինքը գիտի, որ այդ պոտենցիալը չունի, պարտադրում է։ Թե չէ մարդիկ իրենց կվերցնեն, օրինակ իմ տեսակ մարդը, որ սովետական պարզ է կրճունը, ես մինչև Տոլստոյը, ես էլ եմ ասում, Տոլստոյը, բայց ես հիմա կթողեմ իմ միջավայրում Տոլստոյ սովորեն, իր հումանիզմն էլ, իր հերն էլ անիծած, որ վարակվի սրա այն հավասար հեռավորության հանցագործի պատկերացումների մաս։ Երկու անգամ գնացել են, երկու անգամ էլ ասել հելը գնացեք, ես համար ոչինչ խոսք չունեմ ասելու։ Դա մենք հետո տեսել ենք տարբեր վերջին Արցախում ենք տեսել, հիմա վերջի երկրորդ արարն է, Արցախահայերը վերադառնան։ Սա ռուսական միտք է, ինչու։ Գիտենք, որ դա հնարավոր չի։ Կա մեկը, որ հավատում է, որ այնպես դուրս մղված է, սովով, ուժով եւ այլն, կարող է հենց այնպես վերադառնալ Ալիևյան Ադրբեջան։ Կարող եք մնայիք 4-5 հոգի պարտիզանական մի երկու խումբ ստեղծեիք, կռվեիք Հայդուկի նման Սասնո լեռներում, ինչի չարեցիք։ 9 ամիս բլոկադա է եղել, պարոն Շիրինյան։ Ես չեմ դադարում, դուք բանն եք ասում, ես երևույթը ուզում է Կոպակի պարտիզանները սոված մեռնում են գերմանացիների։ Բայց ի տարբերություն մյուսների, որոնք Արցախյան հարցը կարծես թե չեն փակում, եւ խոսողներ են տալիս։ Նիկոլ Փաշինյանը ասում է Ռուսաստանն է։ Ղարաբաղի մասին խոսող ասում է ինձ հետ գործ։ Այո, Հայաստանում Փաշինյանը չի կարող թույլ տալ Ղարաբաղյան հարցի քննություն, որտեղ Հայաստանը ենթարկվի ագրեսիայի եւ պետության ոչնչացման։ Դուք չեք մտածել, թե ինչու ռուսները այս մեկը դրեցին շրջանառության մեջ իմանալով, որ դրա հնարավորությունը կա։ Իրա խաղաղապահներն այնտեղ էին դուրս բերեց, իրա խաղաղապահները չկան, հիմա ասում է գնացեք, ինքն է հրահրում։ Բայց ես ձևն ասել եմ, ինչպես կարելի է գնալ, ոչ վտանգելով այս պետականությունը։ Սա մեր պետությունն է, թե չէ։ Եվ Հայաստանը կլինի աջակից, պարզապես չլինի նախաձեռնողը։ Ես գիտեմ, այսպես է, աջակից կլինի վստահ եմ, եթե բայց կաղնի ծառայություններով, ոչ Երևանով, ինչպես որ աշխարհում կա էլի։ Այս կուսակցություններն էլ ամեն ինչ կանեն, այն մարդիկ, ովքեր որ հիմա այս կապանքների մեջ են հայտնվել այս վիճակից, շարունակեն օգնել օժանդակել Իվանին, բայց այն բաց ձևով բացառված է հնարավորություն դրվի արվի։ Եվ այստեղ շառը պետք չի դնել մի մարդու ուսերին։ Այդ մարդը լավ հասկացել է պետության գոյության անվտանգության հարցը եւ իր ուժերի հնարավորությունով զսպում է Ղարաբաղյան կլանին։ Հիմա այս հարցը այսպեսին է, գնալ պայքարը շարուն, բայց ոչ Հայաստանով հնարավոր չի։ Ասեմ նաեւ բանը, ահա ուզում են, լավ, այդ ինչ որ խոսքը ժողովրդին թողում են, հա, այդ ուզում են, այդ թողնա Վարդենի սարերից հիմա կերել խմել են ասեն,
մի քիչ պայքար շարունակեն։ Քիչ եղել այդպես։ Ֆիդայիները ոնց է ռուսական կայսրության շրջանակներից Արամ Մանուկյան։ Այդ ժամանակ էլ կասենք նորից մեզ Թող ասեն, եղբայր իրենք ուզում են կռվել, իրենք ուրիշ բան են ուզում։ Հայաստան ներքաշեն պատերազմի մեջ, ձեզ արցեմ տալիս եւ վիճակի հետ պատերազմելու։ Հիմա պատերազմի մեջ ինչու, եթե եղավ, ուրեմն Ռուսաստան ուզած դերնում։ Հայաստանը պետության կայացումը կանգնում է, արևմուտքի օժանդակությունը վերջանում է, շարունակեք այսպես, այս հարցը։ Այնպես որ կարծում եմ, որ վարչապետի վրա այդ բանը, արտահայտման ձևերը ուրիշ են, բայց այդ գործը նրա վրա դնելը ուրեմն ուրիշ է։ Հետո էլ մի գեներալ տեսակ, որ վերադառնալուց ինքնասպան է եղել, կասեք 9 ամիս հատ չէր գերել, ոնց ինքնասպան լինել։ Գեներալի մասին գերատասեցին Բաքու գնալ, ինքնասպան չեղան։ Նայեք հայրենական պատերազմը, քանի գեներալ է սովետի համար ինքնասպան եղել, քանի գերմանական գեներալ է Հիտլերից հետո ինքնասպան եղել, խելագարվել են իրենց ստեղծված կա մի գեներալ, որը այստեղ տուն-տեղ չունի, լսել եք եկածներից, չկա չէ, չունեք օրինակ, չեք կարող ասել Դգագուն են, որի զոքանչի սիրածը էտել է խայտարագություն։ Բայց դա թույլ է տալիս օրինակ վարչապետին ասել ինչու չեք զոհվել եւ հիմա հասել եք Երևանի։ Ասեք ես ձեզ միշտ ասել եմ, մամլոք քարտուղար հետ խոսեք, ես ասում եմ քաղաքագիտության տեսանկյունը։ Մնացածը իսկ դուք տեսել եք, այսպես որ Նաթանյահուն, գիտեք, Իսրայել դեմոկրատական պետություն են, կանայք սրած եղուկները մտցնեն վարչապետի մարմին։ Դուք տեսել եք դա։ Դուք կտեսնեք Իսրայելում ոստիկանի մոտենակ, դուք տեսել եք երբևէ, մոտենակ, հա, Նաթանյահուն մոտենակ են էլ հարց տակ, դեմոկրատական պետությունը, Իսրայել իսկապես ուզում եք ասել Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում, ես օրինակ, իշխանությունը պիտի պաշտպանվի, բաց եմ ասում, էլ ոնց ասել, իշխանությունը պիտի պաշտպանվի, օրինակ ես կարծում եմ իմ իմացածով, ես գիտեմ, որ գուցե սխալ եմ, իր պահակազորը պաշտպանության ինքը պիտի վարչապետին չի ընդհարվի, ինքը իր ֆունկցիաները պիտի կատարի։ Եթե դա այդպես է, եթե այդպես է, ես պահանջում եմ, որ Թիգնազորը աշխատի առանց վարչապետի կարծիքը հարցնելու։ Եթե այդ օրենքը կա, կարծում եմ այդպես օրենք կա։ Դա պետական պահպանություն է եւ վերջացավ։ Ու վերջացավ։ Մնացածը իհարկե, այս դեպքում քարոզարշավի ժամանակ մարդկանց այդ շուրջը հավաքելու իմաստը ո՞րն է, եթե տիկնապահը պետք է որոշի Պապիկի բերանը փակի, մի անգամ որ փակի, Ռոբերտը մի անգամ փակեց, մինչև մյուսների բերանը չի բացվում, ես Ռոբերտինը չի բացվում։ Պարոն Շիրյան, մենք միշտ բերում ենք այդ օրինակները եւ ասում ենք այդ օրինակներից ավելի վատթարագույնը կա, բայց օրինակ ընդդիմությունը նաեւ այն կարծիքին է, դե այսպես է ստացվում ձեր ասած ռևանշիստները, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը կմտածի այլ սցենարներ, թեկուզ եթե իր ուզածով քարոզարշավը չընթանա գնալ դեպի ընտրությունների, պատրաստ կլինի ընտրությունները, տապալել, կլինեն սպանություններ, կլինեն կրակոցներ։ Ես ենթադրում եմ, որ իմ դիտարկումները Փաշինյանը վարչապետ ընտրված բրծված է հանրային գիտակցության մեջ, վերջացած է, 100% է։ Մեր խնդիրը վարչապետի հարցը չի հիմա։ Դա իսկապես այդպես էլ կտեսնենք, եթե էքսցեսներ չլինեն, դա հարցը փակված է։ Վարչապետի հարց իրենք ուզում են գետին պարկեն, ուզում են մեջքներին պարկեն, ուզում են Ալիևին վկայակոչեն, հարցը փակված է եւ Ղարաբաղյան կլանը չի վերադառնալու, բայց ուրիշ հարց կա։ Մեր մոտ խնդիրը պարլամենտական ընտրություններում պարլամենտ ձևավորելու մասին է, որը փաստորեն գոյություն չունի, կա նախագահական կարծես ընտրություն, անօրինական, ինչու N1-ի վրա 1000 հատ քրեական գործ կա, Մարտի 1 եւ այլն, ազատ ինքն իրեն տեխնազու է ու ասում են ինքն է իրականը։ Այն մյուսը Գալուգայից Սիբիրից եկել է, ով է, ինչ է, ինչ կենսագրություն ունի, որին օրենքը թույլ չի տալիս վարչապետ են գոռում, մի հատ համեստություն չունի, ասի տղա ջան, աղջան, ես վարչապետ լինելու իրավունք չունեմ, չէ, վարչապետ դնում են։ Այն մեկի մասին էլ մեկ էլ գիտենք, չէ, նա պահիտակ թռնելու է, ինչպես որ պահիտակ հարմարեցնելու թռն է։ Այսպեսի վիճակ է, բայց երկրում ըստ էության գնում է հիմնականում նախագահական ընտրությունների այդպիսի մոդել է կիրառում, որը անթույլատրելի է, որտեղ հանրապետությունում օրենքով սահմանված է
պարլամենտական ընտրությունների ընթացակարգ եւ այդ ժողովուրդը ժողովրդավարության կողմ է, ով ինչ ուզում է իրեն ճղեն, չեն հասնելու ցածր տոկոսով, բայց ես ժողովրդին կոչ կանեմ դրանց ընդհանրապես ցան չտալ։ Մի անգամ պիտի ռեսական սեգմենտից մենք ազատվենք, թե չէ։ Իրենք թող գնան տնտեսության մեջ, եղբայր, ինչ է պատահում։ Անշինյան, մենք զանգում ենք, լսենք, որից է։ Ես չեմ ուզում պատասխանել։ Ես արդեն չեմ պատասխանում, չեմ պատասխանում։ Մեր ձևաչափը, ձևաչափը ես չեմ պատասխանում։ Մեկ եք մի թելադրեք։ Հիմա վերադառնանք իմ ընտրաշավի։ Ձեր ընտրաշավի, ես ուզում եի այս հեռախոսազանգի պատասխանել, դրանից հետո ասենք։ Այդ դեպքում դուրս գանք։ Ես ժողովրդի մեջ եմ առավոտի Դուրս գանք կարճատուրում զանգը գլենդելից էր, ես ուզեի նրան պայման լսեք։ Լավ, դա ձեր իրավունքն է։ Քնածը պիտի ելնի իր ինչ-որ բաներ կանի, գիտեմ իրեն։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, եւ որից հետո արդեն խոսենք, թե մարզերում ինչ է կարձանագրել եւ ձեր ծրագրերի մասին։ Հարգելի հայրենակիցներ, գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն,
շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, մասնակցում եք ընտրությունների, թիվ 12-ն եք, մարզերում շրջում եք, քարոզ արշավը շատ համեստ է ձեր, մի քանի հոգով մոտենում եք բնակիչներին, եւ ինչ խնդիրներ եք այսօր արձանագրել, հատկապես սահմանամերձ գյուղական շրջաններից։ Ասեմ ձեզ, որ ինչու է այդ ձևը ես եմ ընտրել, ասեմ ձեզ, որպեսզի մեր կյանք վերադարձնենք մի քիչ համեստություն էլի։ Են պլակատներ, բաներ, որ կա, ատում են, կրվում են, կներեք, 1000 բան են ասում, և դա մեր մշակույթը չի, մեր հերոսները հիշեք, ազգային ազգ, ինչ է, խոնար հերոս, ով է մեդալը կախել մանեք էլ, հիմա ռուսական բարկեր են, են գոնե արևմտյան լինեն, օրինակ ես, որ Ֆրանսիայի հետ մեր ձեցումը սկսվել էր, մեծ հույս ունեի, որ Ֆրանսիա մշակույթը մի քիչ Հայաստան ներդրվի, որտեղ այդպես եղել է Վարուժանի բանի ժամանակ եւ դա շատ օգտակար եղել, բայց տեսնում եք, որ հյուսիսից գալիս են մոնղոլ թաթարական ամբողջավարությունը բերում են այդտեղ, իրենց ձևերով իհարկե, բայց հիմա ձեր ասածին պատասխանեմ։ Ուրեմն ինչն է խնդրեմը, ինձ թվում է, որովհետեւ իրականում ճանապարհը կա, իրականում դպրոցաշինությունը կա, եղել է, հիմա ուրեմն դպրոցներ կան, որոնք ցանկերում են այսինքն դպրոցի խնդիր չունենք ֆիզիկական իմաստով, բայց կրթության որակի խնդիր ունենք բովանդակության, սա պիտի մոտեցում է, պիտի լինի արմատական վերակազմակերպում, վերակառուցում, ես նույնիսկ ձեզ բան ասեմ, օրինակ կրոնագիտությունը պետք է թե չէ, հիմա ես կուսակցությունից մի հրաշալի տիկին ունենք, Կիպրոսում է, ինքը շատ լավ է թարդ, նույնիսկ խնդրել եմ իրեն, ինքը ընդեղից Կիպրոսի կրթական եւ այլ դե Հունաստանն է ընդեղ չէ, կրոնի դասավանդման եւ այլնի Կիպրոսի օրինակի ծրագրեր, գրքեր, բաներ հետը բերի։ Մի հատ համեմատենք, որտեղ են եղած է, դե ճամփա չանցավ, էլի, չանցավ։ Օրինակ ինչ եմ ուզում, ես առանց այդ կրոնի Հուանխել չի Եվրոպան, այդ ձևի կրթության չի կարող հոգեկան կյանքի լավ վերագանգնում լինել։ Բոլոր դեպքերում սա քննելու հարց է, մեկ ասեմ։ Բայց Հայաստանի խնդիրը դրա մեջ չի, որովհետև արդեն գիտությունը շարժվել է, տեխնոլոգիաների ուղղությամբ ինչ պայքար կա։ Ես որ պարոն Սամվել Գևորգյանի հետ դեռևս 19 թվականին էր, իշքան հիշում եմ վարչապետի հետ գնացինք, հանդիպեցինք տեխնոլոգիաների կարևորություն եւ այլն, խոշոր ֆիզիկոս եմ, ինժեներ։ Ուրեմն այն ժամանակ նոր էր խոսա։ Հիմա գիտեք հաղորդագրություն կա, որ Հայաստանը զենքի վաճառքի արտահանություն ունի տեխնոլոգիաների։ Ես նաեւ պայմանավորվածություն ունեմ, կրկնեմ, որտեղ մեզ Գլենդեյլում եւ ամենուր լսում են մեզ։ Ես Կալիֆոռնիայի հայերի, այսպես ինժեներ բաներ են, բարձր մակարդակի ինժեներներ, տեխնոլոգներ եւ այլն, այս ընկերակցության ղեկավարի հետ, պարոն Լևոն Թորոսի հետ պայմանավորվածություն ունեմ, որ եթե մենք անցնենք խորհրդարան, մենք կլինենք իրենց լոբիստը մանում ազգային ժողովում եւ կաշխատենք օրենսդրության եւ այլնի վրա, որպեսզի սպյուրքը նաեւ կընկերվի, մասնակից լինի, մենք ունենանք լոբինգ օրենքով, ոչ թե կանխընտրեն, աղաչեն, փողով գծվեն, իրենք մեկ այդ գործն անում են։ Իսրայելին եք օրինակ բերում։ Իհարկե, Ամերիկա հայության ահռելի ուժը ինչ են օգտագործում, Քրկոյան փողբերի Քոչարյան Ռոբերտը ընտեղ ճամփասարկի մի մասն էլ հետո վերածվի ուրիշ բանի։ Ինչ որ ասում են, եւ դա լինի փոխշահավետ, մեզ էլ իրենց էլ եւ Հայաստան ունենա դրան։ Ուրեմն սա էլ է լինում, արդեն շարժվել է, մենակ այդ բոլորները չեն։ Գիտեք որ մի ամատունի ունենք, նա լավ մեկ ինֆորմացիա տալիս է, իսկապես այդպես։ Հիմա այս մասն էլ թողենք։ Ամենավտանգավոր բանը, որ առաջացել է Հայաստանում, դեմոգրաֆիական վիճակն է, որը մենք
չենք քննում։ Ես իսկ գիտեք որ ես չեմ խապում, նախ խապելու կարիք չունեմ։ Այո, ես քայլում եմ եւ ես ընդրաշավը քայլելով բանից ագարակ, մեղրի, այսինքն արևիկ, սյունիք եւ այլն, հետո Էջմիածին, Արմավիր 3, որ ընդունում են ինձ, դե չասեմ, ոնց են ընդունում ինչ, խնդիր չկա եւ այլն, բայց ինչն է հետաքրքիր։ Կա մի բան, որը դեմոգրաֆիական ճգնաժամն է, միջին տարիքի մարդ քիչ ենք տեսնում, միջին տարիքի, ասենք 25, այդպես ասեմ, մոտավորապես 50 տարիքը չկա, խզում է առաջացած, եւ դա ահավոր բան է, այսինքն ստացվում է, մենք թոշակառուներ կերակրող ազգ ենք, այդտեղ բան չկա, որ թոշակառուն պետք է սպասարկվի, եւ ուրեմն նրանք, ովքեր անապահով են, պրոբլեմներ ունեն, այս հարցերը պիտի չգիտեմ, այդ տարիքը չկա, բայց սպասարկման հարց կա, թոշակ ես, ուրեմն սա այդ մասով տարիքային խզում կա, դեմոգրաֆիական վիճակը, տեսեք քննարկող չկա, Մերրան, Քոչարյան բան, ասեմ, Քոչարյանը չի կարող լինել, Քոչարյանը նախագահ է, վարչապետեղով ապստամբություն կլինի, 100% իրեն ամեն ինչից կզրկվի, բայց հիմա ասենք առաջ, այդ հարցերը չեն քննում, հիմա երկրորդ մասը կա, եւ պիտի ունենանք վիճակագրությունը, Հայաստանը բնակեցված է խիստ անհամաչափ, Անդադ առաջ բոլորը պատրիոտ էին Արցախի, ենքան պատրիոտ տարար գլուխը կերան, հիմա Սյունիքի պատրիոտներն են, այս Սյունիքը վիճակագրությունը կա, ամենաքիչ բնակեցված տարածքներից մեկն է, որտեղ կյանքի բոլոր պայմանները կան ապրելու համար, ասեմ, այս հեղափոխությունից հետո, պատերազմից հետո, բոլոր տեղեր, բոլոր բնակավայր ասֆալտապատված ճանապարհներ են, բոլորը այդպես չի եղել, այն որ ինչ կա որ, դե դուք էլ կառուցեիք, ոչ թե ասֆալտն ուտեիք, այսինքն ինչ կա որ չէ, ուրեմն ինչ է ստացվում, Սյունիք, Լոռի, այն Անիպեմզա, այս ռեգիոն, չկա ազգաբնակչությունը եւ կուտակումը ահռելի Երևանում, որը դարձել է անհասկանալի մի կոնգլոմերատ, երեք գալիս ենք, ընկնում ես, դու բոլորդ եք այդպես, հոսքի մեջ ընկնում ես, վերջանում գնում ես, երկիրն ունի 2.5 միլիոնանոց ազգաբնակչություն, մի մասը ծեր, հոգնած, մի մասը հիվանդ, դուք նայեցեք Երևանը ման ենք գալիս, անընդհատ դեղատներ են, երեք Արմավիրում էի, դեղատներից անցնել չես կարող, ինչու է շատ, որտեղ հիվանդ կա, եթե հիվանդ չլնի, դեղատունը ով կբացի, կամ դրա առևտուրն է շահավետ, բայց բոլոր դեպքերում սպառվում է, քայլեցեք, ես երեք Արմավիրում ավելի զարմացա, որ իրար կողքի դեղատներ են, նույնն էլ Վեդիում է, այսինքն սա ինչ է ցույց, մի մասը հաշվեն քարդախբան, հիմա դրանք չի, այդ նշանակում է մեր ազգաբնակչությունը հիվանդության հարց ունի, առողջության հարց ունի, այդպես ասեմ, այս եւ անհամաչափ է բնակեցված, Երևանը պետք է բեռնաթափվի անպայման, նկատի ունեք կամ սովորող սերունդ ունենք, ուսանողներ են, դպրոցականներ են եւ ունենք թոշակառուներ, հա, էլի, այն արտադրողը կամ ես չեմ տեսնում, դե կտեսնեմ էլի միտեղ, չկա այդ արտադրողը, գուցե ցերեկ է մի քիչ աշխատում են, բայց երկրորդ մաս կա, ժամը ես դեպքերազարշավը ման ենք գալիս, թե չէ այդ օրերը չի, ես կիրագի օրերն եմ միշտ գնացել, քաղաքներում լիքը բնակչություն է, մտածում եմ, ասում եմ, այստեղ մարդ չի աշխատում այստեղ, բոլորը խճողված մեքենաներ, աչուծախ եւ այլն, այսինքն գործազրկության հարցեր կա, հավանաբար կամ չէ, հնդիկների համար աշխատանք կա, բայց մեր համար չկա, բարձ է վարձատրման ձևը չափը եւ բայց այդ բոլորը հետ պիտի ռեգիոնները վերաբնակեցնել պետական հատուկ ծրագրով մարզգնդորները զարգացնելով։ Օրինակ ինչ աշխատատեղեր կարող են բացել մեր այդտեղ։ Ամեն ինչ, ասեմ ձեզ, ես մի սխեմա ունեմ, մյուս անգամ հետս վերեմ, մի ֆիզիկոսի հետ ենք երկար քննել, ման ենք եկել, սխեման լավ չեմ հիշում, մյուսին եթե պետք է ընտրաշավի ընթացքում է։ Օրինակ Պարզ է, որ Սյունիքը պիտի լեռնա հանքարդյունաբերության խոշոր կենտրոն լինի, կապաննել լինի լեռնա հանքարդյունաբերության
կազմակերպման կենտրոն, ակնհայտ բան է, քաջարան Մոտավորապես եւ այլն։ քանի աշխատատեղի մասին եք արդեն խոսում, պարոն Շիրինյան։ Շատ, ասեմ ինչու, եթե այստեղ այս բնակարանային շինարարությունը ինձ թվում է Հայաստանը քամում է, եթե պայմանները, օրինակ հասկանալ չի Երևանում այսքան բնակարան ինչու է կառուցվում այն վիճակի համար, ենթադրենք դա կապանում է կառուցվում, բայց իհարկե կապիտալին հրամայել չես կարող, տարածված բան է, այդ Լևոն Տեր-Պետրոսյանից երկիրը դարձավ բացարձակ ազատական, բացարձակ սոցիալիզմից, որ երկուսն է սխալ է, ուրեմն մի քիչ պետությունը պետք է օրենսդրական ճնշումներ եւ այլն կիրառի, բայց պայմաններ առաջացնի, որ բնակարանաշինությունը լինի ձեռնտու այս մարզերում, եթե շատ հեշտ է։ Օրինակ առաջարկում են 5 երեխա ունեցող ընտանիքներին անվճար բնակարաններ։ Տարբեր է, դա բյուջեի հարց է։ Երբ որ ես, նայեցեք, ես ֆոկուսներ չեմ անում, երբ որ կլինեմ ազգային ժողովում, երբ որ ես կունենամ իմ ձեռքի տակ պետական վիճակագրության ճշգրիտ պատկերը, մոտավորով չեմ խոսի։ Մենք ինչ ենք անում։ Մենք մշակել ենք սկզբունքները, որ սա պիտի լինի։ Հիմա այդ վիճակագրությունը ոչ մեկ Հայաստանում, որ ասում է, այն 300,000 աշխատատեղ, հավատում եք, այդ սոցիոլոգիան եւ վիճակագրությունը ձեռառնելու բան է, որ գրում է, ես անցած եմ, այսքան տոկոս ուրեմն զավեշտ է սա, դրա համար մենք պետք է խնդիրը ըստ էության, ուրեմն պետք է դնենք խնդիրը վերաբնակեցում եւ այլն, ագարակը ուրեմն մեղրին գոմարի խնդիր չունի, օրինակ ես մտածում եմ, եթե մի հոգատարը լինի, շինարարության առումով, ուրեմն կարող է այդ մեղրի գումարը ավելցուկ կա, ինձ այդպես է, որտեղ շատ լավ բերք է լինում, շատ լավ աշխատում են, ձեռքի աշխատանք, բայց փողը կա, այսինքն շինարարությունը կապան եւ այլն, այսինքն ձևերը շատ են, պետական ծրագրավորումով մարզերը պիտի բարձրանան համարժեք ձևով։ Ենթադրենք Սյունիք ասեցինք, դա ակնհայտ է, որ Լեռնա մետալուրգիայի ֆակուլտետը, ասենք, մասնաճյուղով լաբորատորիաներ կարող է տեղափոխել այնտեղ, եւ պիտի լինի սա։ Ես Իսրայելից մի բան ասեմ, ես որ աշխատում էի Շիմոն Պերես հայտնի վարչապետը, որը հանցանքներ էր գործել եւ այլն, հետո մի օր ինձ ասի, հետո հիվանդացավ, մեր զրուցում էինք, պարզվեց, որ Շիմոն Պերեսը ոչ Երուսաղեմում է ապրում, ոչ էլ Թել Ավիվում, այլ իր ռանչոյում, չգիտեմ, այնտեղ հարավիկ գյուղ է, բանը կալվածք են ասում, գյուղ է, էլի, կիբուսներից մեկում է ապրում, այս սրանք քան որ գողությամբ են արել, իրենց գյուղերում տներ ունեն, հայրական տուն, այստեղ տներ ունեն, այնտեղ տղյակներ ունեն, անպայման զոքանշնել հիվանդ չոլախ տվել, մեռել գնացել է։ Այսինքն այս կողոպուտ այս ամեն ինչ ավերել է, բայց հիմա պիտի անել եւ ասենք Շիրակի գոտին է, ես ասեմ Գորիսի համար, երկու օր Գորիսը մենք միշտ գովում ենք եւ իրավունք ունենք, հիանում ենք Ալեքսանդրապոլով կամ Գումարիով, Գյումրիով չեմ ուզում ասել, որ դա թուրքերեն է մաքուր, Գումարիով, իսկական մերան, Գորիսը գնացեք, մի գեղեցկուհի արևելյան, իր ֆրանսիական են, դե գիտեք, դա ֆրանսիացիներն են ժամանակին, Գորիսը, բա այնտեղի չստեղծեք այդ բաները, քայլում ես մարդ չկա։ Բայց եթե խոսում ենք հանքարդյունաբերության համար չէ, որ այդտեղ բնության հետ կապված, իրերի հետ կապված։ Ես ձեզ ասում եմ բանով, ուրեմն Կանադայի այդ բանի օդի զտման եւ այլնի տեխնոլոգիաները խիստ զարգացած են։ Հիմա մարդիկ պիտի իմանան, նախքին վտանգը չկա, որ արտազատում լինի, եթե առաջավոր տեխնոլոգիաներ եք դնում, ոչ մի խնդիր չկա։ Այդ ծախսը, երկիրը ուզում եք ասում եք Հայաստանը հզոր պետություն լինի, Երևանում կուտակվում որ լինի հզոր կլինի, բամոր մի բան պատահեց, այս կամ մեքենայով զվարթնոց են փախնելու, ով է փրկվելու, ոչ մեկը։ Այսինքն ինչ է նշանակում, այդ ծախսերը արտադրողական ուժերի կազմակերպման հետ կապ ունի։ Եվ այսպես մնացած որ քաղաք ասեմ, որ ձեզ հենց Տաշիրը, դա հսկայական գյուղատնտեսական արտադրության կենտրոն է ինքը, Ստեփանավանը, ոչ միայն տուրիզմի հանգստի գոտի է, ելնում են գնում են Անտալիա, չգիտեմ ինչ, հիմա սկսվում է վրացիներին
կերակրելով մեռնում են, դնում են թանկ է ամեն ինչն է թանկ, ես էլ ասում եմ ժանացրեք, եթե մրցակցություն լինի, նայեցեք, շուկան, դուք ինչպես սոցիալական շուկան, կա քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունների ծրագրերում եւ մեր նախատեսումներով, մրցակցությունը էժանացնում է, եթե դուք մոնոպոլ եք պահում, իրար հետ պայմանավորում եք, գները մնում է, հասկանում եք ոնց է, եւ այնտեղ էլ չի ստեզում, այսինքն շուկային պիտի գնալ, շուկայական մրցակցությունը պիտի ապահովել իրավական պետության նորմերով, դուք տեսեք երկիրը ոնց առաջ այսինքն կոնկրետ վերահսկողություն պետք է սահմանվի, պետական, այսինքն պետք է նկատի ունենք, որ ուզում ենք ապրել եւ պետություն ենք ստեղծում, այդ ընտրություններում դա նշանակում է ահռելի գործ կանելու, բոլոր պայմաններում տարածքը կա, մարդիկ կան, հասկացողներ կան, սփյուռքը կա, սփյուռքին չի կարելի եւ նպատակը որ երիտասարդության վերադարձը կա, ես է Ռուսաստանից մի օր արտագաղթ է լինելու, մտներից այդ երկիրը փլվում է, կգան Երևան, ես էլ ասում եմ հենց այդ է, հիմա բանի մեղրի գյուղերը բարձրացեք, չեք պատկերացնում ինչ գեղեցկություն կա, ինչ կյանք կարող է ասում են անվտանգ չէ հիմա, դե անվտանգ Երևանն էլ չէ, այդպես որ վերցնենք ամենաանվտանգ ամենավտանգված երկիրը Իսրայելն է եւ նրա բնակիչը։ Մենակ դուք Իրանն եք տեսնում, բանարանց գլխին ինչքան հրթիռ է թափվում օրվա մեջ։ Այսինքն, եթե մենք այս տրամաբանություն գյուղի մասի խոսեցին, գյուղ նախարարություն մենք ունենալու մենք ես կարծում եմ, որ գյուղ նախարարությունը պարտադիր է, մշակույթի նախարարությունը պարտադիր է, մշակութային ժողովուրդը մենք ինչով ենք աշխարհին հայտնի, մեր մշակույթով, մեր քրիստոնեությամբ, մեր ինչ որ փափուկ մշակույթի նախարարություն չունենք, պատկերացնում եք, եւ այսպես պիտի այդ բոլորը կառուցվածքի փոփոխություններ արվի, բայց մի բան կա, այդ բոլորը պիտի քննվի դարերի համար կառուցվի, ոչ թե ես եկա անում եմ, որտեղ պոպուլիստ եմ, հիմա ես կարող եմ ասել, գիտեք ինչ կա, 400,000 աշխատատեղ եմ ստեղծելու, հիմա ապացուցեք, որ չէ, ես ապացուցեմ, որ ստեղծելու եմ, գիտեք, որ այդքան եմ անելու, Թուրքիայից ապրանքներ ենք ներկրելու, Թուրքիայից ապրանք ենք բերելու, ես եմ անելու, բայց իրականության մեջ մենք ինչ ենք, ինչի խնդիր գյուղացու ապահովագրությունը որտեղ է։ Հիմա տեսեք, դժվարանում եմ ասեմ, որովհետև կարող եմ ասել, բանը Տաշիրի Սամոյից կվերցնենք, կապավոր կրենք, վերջացա, փողերը կբերենք։ Դե Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում, կվերցնենք, ես եմ ասում, ես վարչապետը չեմ, ձեզ պատասխանում եմ, բայց այդ բոլորը ասեցի չթողեցիք, երկրի ներքին արտադրողական ուժերի զարգացման հետ կապ ունեն։ Եթե արտադրողական ուժերը կզարգանան, դուք այդ գումարները կգտնեք, խնդիր չի, բայց մեր կոնցեպցիայի իմաստով, որը գիտարդյունաբերական համալիր, տեղական հումքի առավելագույն օգտագործում, ոչ մետաղական, քարեր, ինչքան ուզում եք, Հայաստանն ասֆալտապատատ է, քարերը կտրեք, սալահատակներով ճանապարհ սարքեք, տեսնեք կքանդվի, բայց գերմանացու պես սարքեք, որ դարերի ընթացքում չքանդվի, այսպես, տուֆը կտրեք, այդ իմ ասածի վրա ժամանակին, Վանաձորի գյուղերում, տուֆով ճանապարհ են սարքել, տուֆը դրել են գյուղի մեջ ճանապարհ, ասֆալտից լավ է, շատ տեղեր կան։ Ուզում եմ ասել, բայց այստեղ մի պայման կա։ Մեր գումարները պահենք մեզ համար։ Որ ինչու՞մ են։ Արտադրության մեջ դրեք, բանկերի գործը ինչ է։ Բանկերին ուղղորդել է պետք դեպի արդյունաբերության, տնտեսության ֆինանսավորում։ Ինչքանով է չգիտեմ, պետք է այդքան չունեմ ինֆորմացիա, ես ուրիշի պես չեմ կարող գրեմ, Յագուդյանը գրեմ կամ ձեզ բաներ ասեմ, կարող եմ ասեմ, դե փիլիսոփա եմ էլ, ուզեք ինչ թվեք ասեմ, էլի, ուրեմն ինչ եմ ուզում ասել, առաջի խնդիրը որն է դառնում, ազգային ժողով փոխելուց հետո ռուսական սեգմենտը չպետք է անցնի, ու չոր, վերջ, բայց այս պայմաններում իրենց էլ պետք է առաջարկվի, գումար ունեք, դրեք տնտեսության մեջ աշխատեք, ինչքան կարող եք, մինչև ձեր սերունդը հետո ինչ երաշխիքներ եք նրանց առաջարկում։ Պետություն, մեր գոյություն, ինչ երաշխիք։ Հիմա երկրորդը, բայց երաշխիք, եթե չանեն բանդ, այդ այլ է երաշխիք։ Ուրեմն պատասխանատվություն, եթե չարի, կստանաք, այո, այդ ահաբեկում չի, պետական իրավունքի գործադրումը չի նշանակում ահաբեկում, մի շեղեք էլի, թե չէ ձեր միշտ էլ պատասխան դա,
Դրան է։ Նայեցեք, ես փիլիսոփա եմ, ես ցանկացած հարցի կարող եմ հումորով պատասխանեմ։ Ես ինչ չեմ ներկայացնում։ Ուզում եմ ասել լուրջ է։ Մի հատ լավ ինվենտարիզացիա է պետք Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ ունենք, Լուղանդեսյան, ինչ ունենք, առաջավոր տեխնոլոգիաների առումով ուր ենք հասել։ Հակակարգտային կայաններ ունենք, պարոշին, այնքան աշխատում են։ Ես աշխատում են մանավանդ ասում են չեն աշխատում։ Արմաշի Արարատի շրջանի Արմաշի գյուղի իմ համագիրները խնդրել են փոխանցել, ես փոխանցել եմ իշխանությանը, որ Արմաշի հակակարգտայիններն աշխատեն, բայց հարցը ինչպես է, ամբողջ հանրապետությունով պիտի աշխատի եւ դրա օգտագործության գործակից է եւ նոր տեխնոլոգիաները եւ մեր ժողովրդին չխապել Բելարուսիայի տրակտորը վերել որպես կանադական նաղդել բարձ է կան նման բաներ չգիտեմ լինում են այնքան բաներ են լինում ինչի չգիտենք մենք ինչ է լինում մենք կարող ենք այդ տրակտորը կառուցել մենք կարող ենք սա մեքենաշինությունը մեքենաշինություն ասեմ ես լավագույն ես ուրեմն Ուկրաինայում լավագույն գործարար բարեկամ ունեմ ասեմ մարդիկ պատրաստ էին Հայաստանում սարքաշինական գործարան կառուցելու որ ես միջնորդել եմ ասել եմ չգիտեմ արել են թե չէ դա այն ոլորտը չի եղել որ սարքաշինական մեծ սարքաշինություն գործիքաշինություն այս բոլորը մեզ պետք է մենք ունենք պոլիտեխնիկ նայեցեք մի բան ասեմ քանի որ խոսքը բացեցիք Այն ժողովուրդներն ու պետությունները, որոնք ունեն պոլիտեխնիկական ինստիտուտ կամ տեխնոլոգիական համալսարան, նոր խոսքով, եւ ունեն օպերային թատրոն, նրանք բարձրակարգ պետություններ դառնալու բոլոր շանսերն ունեն, օպերային թատրոն եւ տեխնոլոգիական համալսարան։ Մենք ունենք, ինչ է պետք։ Այս ստի գեղձիկի ուրեմն ճամփեն փակել ռուսների միջամտություն, այս գործատուլ ցույց եւ այլն, ապահովել որոշակի ստաբիլություն երկրում։ Այս ժողովրդին բացատրելով աշխատել, մանավանդ չգողանալ եւ սուտ չխոսել, մանավանդ ռուս ուրեմն ասել որ ռուսական գաղտնից առաջան գործակալ լինել աշխարհում ամենաստոր բանն է, թրկությունից գեշ բան է, հայի համար Եթե անենք, ինչ եղել, մեզ ինչ եղել, հիվանդ ենք։ Պարոն Շիրինյան, ուր եք գնալու, որ մարզերում եք լինելու։ Այսօր գնալու ենք հավանականը Մարալիկ, Արթիկ եւ այլն։ Հիմա նախատեսում ենք, գնում մնում ենք երեք օրինակ գնացի եւ Արմավիր բանից, տոնավաճառից երկար մեզ մի խոսքով ուղղությունը դա է, հետո կտեսնենք։ Դե կսպասենք ձեզ արդեն Ջոն Քենեդու օրինակով Գիտեք չէ ոնց էր ընտրաշարն անում եւ ինչպես նա Ամերիկան փոխել Բենջակը բաճկոնը գցում էր ուսին եւ քայլում էր ասում ես ձեր կեպին դնում եք ձեր կեպին եւ հերախոսը մեր ձերքին քայլում ենք հայ ժողովրդի մեջ եւ Հայաստանի հետ ինչ կլինի կտեսնենք ուրեմն կհանդիպենք հաջորդ շաբաթ ու կտեսնենք այս անգամ ձեր այցելությունները ինչ արդյունքներ են տվել շնորհակալություն եմ հայտնում պարոն Շիրինյան ես էլ եմ շնորհակալ Հարգելի հայրենակիցներ այսօր այսքանով ավարտում ենք հետևեք զարգացումներին մնացեք խաղաղությամբ